եթե ես ուզենամ անեմ նմանատիպ նախագծեր, չեմ անի հումորի լիգա, հա։ Տեղից գումար երբևիցե մենք չենք աշխատել, դա տես նախագիծ չի, որ գումար դու աշխատես։ Հա, ինքը իր ծախսն է փակում։ Եթե հանկարծալի լավ բան չլիներ 4-րդում, ես վստահ չեմ, որ տես լավ խոսային հումորի լիգայի մասին։ Հումորի լիգան 4 անձի շուրջ էր կառուցվում, քո, Արսենի, Արմենի ու Վահեի, այդ ընկերությունը կա։ Չէ։ Անհատական կա, բայց ընդհանուր չկա։ Ինչ որ մի օր պատրաստ կլինեք 4-ով գոնե վերականգնել մարդկային շփումը։ Ես միշտ պատրաստ եմ։ Եթե հարցը ինձ աղոված, ես հիմա էլ եմ պատրաստ։ Յուրաքանչյուր երեքի խնդրանքը իմ համար հաստատ շատ կարևոր է, երբևիցե չեմ մեր։ Հումորի լիգայից հետո ունեցար եւս մեկ պրոյեկտ, reality comedy մասին խոսքը։ Եթե երկրորդ անգամ դու ինձ հարցներ կաներ, 100% չէ։ Շանթը մի ամիս հետո ինձ արդյունք էր ուզում։ Նույն ժամանակաշրջանում Շանթում կար եւս մեկ նույն ֆորմատի նախագիծ, խոսքը Women's Club-ի մասին է։ Արդյոք reality-ն չդիմացավ մրցակցության։ Բավական լուրջ կոնֆլիկտային վիճակ եղավ Women's-ի հետ։ Women's-ը դուրս է գալիս, դու դառնում ես այդտեղ միակը ու թիրախավորվում ես դու։ Դա այն շրջաններ կներես, երբ Women's Club-ը եթերից դուրս եկավ, չէ՞ Շանթ։ Չասեմ մեր պատճառով է դուրս եկել, բայց տենց է բարձրացվել, որ մեր պատճառով է դուրս գալիս։ Շանթից անընդհատ ճնշում, որ ինչ անում էինք, որ մի արեքսա, որտեվ Women's-ը նորից հետ գա, այդ միշտ այդ վիճակը կար։ Կստեղծեմ լրիվ նոր ձևաչափ, որը համապատասխանում է YouTube-ի եւ Instagram-ի։ Ես ուզում եմ դառնալ հայկական իրականության մեջ, որ հայկական Mr. Beast-ը։ Ասում եմ, как красиво всё начиналось։ Եթե հետաքրքրված ես բիզնեսով ու անձնային բրենդի զարգացմամբ եւ արդեն իմ ալիքում ես, ապա բաժանորդագրվիր ու սեղմիր զանգակին, ծանոթանալու իմ հետագա հյուրերի հաջողության պատմություններին։ Զանգակային։ Արամ, նախ շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիր հրավերս ու վերջապես կայացավ մեր հանդիպումը ու ուզում եմ մի անգամ էլ շնորհավորել ձեր ընտանիքում համալրման կապակցությամբ։ Երևի բոլորը գիտեն, թե ինչքան սպասված բալիկ էր Տիգրանը։ Զրույցը արի սկսենք հենց այս կետից, ինչ զգացողություններ ունեցար Տիգրանի ծննդյան պահին ու առհասարակ ինչ փոխվեց ձեր ընտանիքում նրա ծննդից հետո։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, հա, մի քիչ դժվար, ասում եմ դժվար գտանք իրար։ Ուրեմն քանի որ երբևիցե չէ եղել ծնարանում եւ չէի տեսել կենթանի ծննդաբերություն, անկախ նրանից դա վիրատականներ, որտեղ կեսարյաներ, բայց դե երեխայի լույս աշխարհ գալը տեսա անմիջական։ Շատ հետաքրքիր մի բան շեղում անեմ լիրիկական նկարանող թիմով էին գնացել մի աղջիկ մի տղան տեն շատ սառնասիրտ, հա, դից իր վեճը չէր, բայց աղջիկը սենց այդ բայց ես ձեր մոտ աշխատանքին տվելու չէի ստորագրել սրատակ, սենց կիսակատակ էլի, կիսալուրջ։ Իրականում զգացողությունները աննկարագրելի էր, կան զգացողություններ, որոնք հնարավոր չի նկարագրել, դա պետք է վերապրել։ Այդ զգացողություններից էր, իսկ ինչ վերաբերվում է ինչ հալեցվել մեր տանը, դուք չեք պատկերացնում։ Նախ այդ մարդու կահավժը տերեսա, դա ֆանտաստիկայի ժանից է, որ առավոտը քնից արտանում եմ, լիլոն բերում եմ մոտս, արդեն բերանը բացած, կամ որ տուն եմ մտնում, ինքը գալ լիլոն գրկած դիմավորում է ինձ, էլի։ Մի հատ նոր լիցքա, 3-4 մաման գրկել է, իմ մաման էլի գրկել է երեխուն, ասում է սրանից լավ ինչ բառ օգտագործեց, այդ որ գնում են մասաժ, ինչ այդ պրոցեդուրաներին ոնց են ասում, ասում է սրանից լավ պրոցեդուրա, երեխան այնքան էներգիա տալիս, աննկարագրելի ինչքան դրական հոմանիշներ կա, կարաս իրար կողք կպցնես։ Մելիքյաններ Family Blog-ը արդեն 1 տարուց ավել է ինչ գոյություն ունի։ Դուք սկսեցիք բլոգը վարել հենց այն շրջանում, երբ աղջիկների որդեգրության շրջանն էր ու հանրային ուշադրության կենտրոնում էր ձեր ընտանիքը։ Ինձ հետաքրքիր է, սա քո պրոդյուսերական հոտառության արդյունքն էր, որ հիմա անենք Family Blog հաստատ կհաջողվի, թե ավելի օրգանիկ ու բնական ստացվեց այդ ամենը։
Իրականում պետք է անկեղծ լինեմ, իմ միտքը, իմ մտահղացումը չի եղել, դա Ռուբեն Մխիթարյանի մտահղացումն է եղել, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի, հայ շատերը իրան գիտեն հայ պրոջեկտից, մենք գիտենք Արմենիա հեռուստաընկերությունից, Կարծո FM, շատ տեղից Ռուբոյին գիտենք, ինքն է ուղղորդել, այսինքն երբ որ արդեն երեխեքը մեր տանն էին, ինքը դրա մասին իմացել էր, ասաց ոնց որ մենք ուզում ենք ընտանիքով նմանատիպ քայլի գնալ ու ձեր ոնց որ քայլը կարա նաև մեզ ոգևորի, կինս իմացել ավելի ոգևորել, ասաց ինչի՞ չեք էդի հանրայնացնում։ Իրականում չունեի դրա պատասխանը, որտեղ որ ասեմ մտածել էի կամ չէի մտածել, սուտ կլինի ասեմ, չէի մտածել, բայց ես ավելի շատ ես երբևէ հանրության կարծիքից չեմ վախենում, այլ մտածում որ դա վնաս չլինի ներսից, էլի։ Կինս որտեղ կապ չունի, ստելը կապ չունի, Անրի համար տես բաները մեկ է, Էլիզը հələ ոչինչ, էլի ակտիվ է։ Բայց Ռուբեն ոգևորեց, ասես չէ, ապեր, իր մեջ շատ լուրջ արդյունավետություն կա, թե դեպի բարին, թե դեպի լավը, թե նաև հենց արդյունավետության տեսանկյունից մենք որ edge-ը բացեցինք, ես երեխքին ասել եմ, քանի որ ես հոտարություն ուսուցիչ իրականում ունեմ, ասի որ սա շատ մեծ արդյունք է բերելու, դուք չվախենաք դրանից։ Ասի մնում է մենք այդ ամեն ինչը ճիշտ օգտագործենք։ Հուսով եմ կարողանում ճիշտ օգտագործել, էլի ոչ թե դա ոնց որ մենակի օգուտ մեզ չլինի, էլի օգուտ ընդհանուր լինի։ Իսկ աղջիկների ադապտացիան այդ հանրային կյանքին ոնց եղավ, որովհետև իրենք բավականին հասուն տարիքում արդեն միջավայր էին փոխել, դրան զուգահեռ հայտնվել էին հանրային ընտանիքում ու պիտի մի հատ էլ հանրության խոշորացույցի տակ լինեն։ Դե կարևոր հարց է տալիս, նախ առաջին իրենք շատ արագ ադապտացվել են մեզ, սկսենք դրանից։ Դրա համար իրենք մենակ ադապտացման կարիք են ունեցել այդ հանրային վիճակին, սկզբում շատ բարդ էր իրենց համար, որովհետև անընդհատ իրանց մոտենում էին մեր ընկերները, սկսենք դրանից։ Ես շատ ընկերներ ունեմ, իսկ այդ իրենց համար վախենալու էր, որ իրանք ազատ չեն իրանց քաղաքում ամեն օրեք իմ ընկերներն են։ Սկզբում դրանից լարվում են, հետո սկսեց իրենց դա դուր գալ։ Դա նաև բերում է ապահովություն, որ ամենտեղ իրանց նայում են ու դա ինչ որտեղ նաև ապահովություն է։ Ոնց որ երկուսն էլ եղել է, էլի, համ դիսկոմֆորտ են զգացել, համ դրա հավեստ են զգացել, համ դրա մեջ նաև ապահովություն են տեսել։ Հիմա Էլիզա օրինակ դարձավ բլոգեր, հենց բլոգեր է ինքը դարձավ, բլոգերությամբ զբաղվում, որտեղ ոնց որ դուք ասացիք, Մելիքյան, ես բլոգեր չեմ, մենք բլոգ ունենք, մենք մի տարբեր բաներ են, էլի բլոգ է բլոգ։ Բայց Էլիզան հիմա հենց ոնց որ նույն ինքը կարողացավ ոչ միայն ադապտացվել, այլ նաև լավ օգտագործում է։ Ստելան հիմա սովորում է մեյքափ արտիստ ու ակնհայտ է, որ ինքը իր մոտ շատ լավ կստացվի այդ, որտեղ բավականին դրական շարժ կա իր մոտ, միանշանակ հետո ինքը բլոգավարությունը իրեն շատ կօգնի իր գործի մեջ։ Այսինքն ստացվում է այնպես, որ կոնկրետ աղջիկների առումով իրանց բավականին օգտակար կենսակերպային օգտակարություն կա դրա մեջ, էլի, որ ինչով իրանք իրենց աշխատանքներն ունենալու։ Բայց նաև ծնողներին ներգրավեցիր, ավելի մեծ ընտանիքի։ Դա արդեն վլոգային հատվածում ա եղել, ոչ թե միայն ծնողներն, այլ մեր մեծ ամբողջ ընտանիքը, Մելիքյանները, իրենք մերթ, սենց։ Իսկ դեմ չոս, բոլորը դուր ա գալիս։ Հետաքրքիր է։ Մանավանդ այդ տարիքի մարդիկ մի քիչ ավելի խնդիր են ունենում, էլի, կամերայի առաջ։ Դե իսկ թվում է հիմա փոխվել է ժամանակները։ Հիմա ամեն ինչ այնքան տենց հասանելի է, որ ոչ մի կողմ դեմ չի։ Շատ լավ։ Կանք հեռուստատեսային գործունեությանը քո։ Առհասարակ յուրաքանչյուր մարդու կյանքում լինում է, այսպես ասած, prime ժամանակ, որը իր գործունեության հաջողության սկիզբն է լինում։ Հումորի լիգան համարում ես քո prime-ը, այսպես ասած։ Դե Հումորի լիգան որպես նախ տելեպրոյեկտ, հեռուստատեսային պրոյեկտ նախագիծ առաջինն է եղել, սկսենք դրանից։ Ես դրանից առաջ զբաղվել եմ տարբեր գործունեություններով, որտեղ կավերն եմ ղեկավարել ուսանողական դպրոցական, բայց որպես նախագիծ հեռուստատեսային եղել է Հումորի լիգան, որը հա prime չի, շատ հավես էր, մենակ prime չի է։ Ինքը մենք վայելել ենք, որ այս կետից այն կետը վայելել ենք։ Ես նկատի ունեմ քո գործունեության առումով, անձնապես։ Կարա լինի հանրության տեսանկյունից հա, բայց իմ համար գործունեության ամենահաջողակ սկիզբը որպես այդպիսին եղել է Կավենյան շրջանը։ Երբ որ այդքան մեծ հանրության հետ ես աշխատել եմ։ Բայց հանրային տեսանկյունից հա առաջինն եղել է Հումորի լիգան, որովհետև քո ոնց որ մեր աշխատանք Կավենի արդյունքի պտուղը ես կամ մեր թիմը քաղել է Հումորի լիգայի միջոցով։ Հա, փաստացի։ Երբ պրոյեկտը արդեն կայացած էր, իրեն կարող ենք համարել մեր հեռուստատեսության մնային նախագծերից մեկը, որը այդ ֆորմատով առաջինն ու վերջինն է եղել դեռ միջև հիմա, կարող է չլինի էլ։ Բայց քանի դա գաղափար էր, կարծում եմ հեռուստաընկերության դժվար էր
համոզել, որ դուք պիտի լինեք եթերում։ Այդ ճանապարհը կպատմես ոնց անցանք ու ոնց հասակ եթերին։ Այդտեղ երկու հոգի են մեծ դեր ունեցել, Արմենը Մոբեր եւ Լայարդը, որը ժամանակ ղեկավարում էր ոնց որ հենց այդ չեմ հիշում կոնկրետ շանթում որ բաժին էր ղեկավարում, բայց պրոյեկտների պրոդյուսինգով ինքն էր հենց տես նախագիծերի, ու այդ հանդիպանը որ գնացել են, եղել են երեքով, ոնց որ ես ու Արմենը Մոբեր եղել ենք հանդիպման Լայարդի մոտ։ Ու Արմենը կարողացավ շատ լավ համոզել Լայարդին ու Լայարդն էլ հավատաց այդ պրոյեկտին, որտեղ ինքը փող ա դրել այդ պրոյեկտի վրա։ Մենք փող չենք դրել սկզբում, այսինքն շանտն ա դրել գլխով Լայարդի, այսինքն ինքն ա վիզ վերցրել այդ պրոյեկտի համար։ Ու ոնց որ երկար ժամանակ չեմ տեսել իրան, բայց իրան որ էլի տեսնեմ, պետք է ասեմ, որ հա, դու իրականում կարևոր դեր ես ունեցել, բայց ինքը գիտի խոսել ենք դրա մասին։ Ես այդտեղ ավելի քիչ դեր եմ ունեցել, որովհետև իմ համար այդ ժամանակաշրջանը կարևոր է թիմը, մենք ոնց ենք այդ ամեն ինչ ստանալու։ Ոնց որ մենք ունենք գեղարվեստական թիմ, որտեղ ղեկավարում են մյուս տարեկամեր, Վահեն ու Արսենը։ Իրանք դրա վրա են մտածում, ես մտածում եմ ում հետ ենք անելու, ովքերով ենք անելու։ Արմենը մտածում էր, որ ոնց ամեն մեկս մեր բաժին ունենք, էլի։ Ամեն մեկս մեր բաժինը վերցրած արեցինք։ Ես թիմ լիդն էի, Արմենը աշխատում է հերոստատեսության հետ, տարիքա ստեղծագործական ղեկավար։ Գաղափարը հեղինակը նախագծի ես եմ, իմ հեղին, իմ միտքն ա եղել, գաղափարն ա եղել բոլորին հավաքել։ Հետո այդ ամեն ինչ ստեղծել պրոյեկտ բոլորով ենք ստեղծել։ Բայց այդ ամենամեծ դերն ունեցել են Արմենն ու Լայարդը սկզբում, էլի։ Ոնց որ Արմենը վաճառել է, Լայարդը հավատացել է։ Սենց 4 եթերաշրջան կայացրիք ու կայացրիք բավականին հաջող։ Երրորդ եթերաշրջանում, եթե չեմ սխալվում, Արմենը արդեն ստեղծագործական թիմում չէր։ 4-րդ։ Ընդհանուր թիմում, ոչ թե ստեղծագործական, ընդհանուր թիմում։ Արդեն այն փուլում էիք, երբ պրոդյուսերական առումով պրոդուկտը վաճառելու կարիք չկար, հանդիսատեսի սերը գրավելու կարիք չկար, ու հենց այդտեղ ավարտվեց Հումորի լիգան։ Ինչու ավելի շատ ջանքեր չդրեցիք, որպեսզի անեք մի քանի եթերաշրջան, որովհետև վստահ եմ, որ շատ ցանկության դեպքում հնարավոր կլիներ դեռ մի քանի եթերաշրջան կայացնել Հումորի լիգան։ Իրականում հիմա էլ մենք հենց հիմա եթե հավաքվենք իրար գլուխ որոշենք, որ ուզում ենք անենք Հումորի լիգա, հաստատ կարող անենք, հարցը դի չի։ Այստեղ խնդիրն է ինչի համար անենք։ Եթե դու նախագիծ ես անում, պետք է անես օրինակ կամ գումար աշխատելու համար, կամ պրոդյուսերական նախագծերի համար, որ դու որպես պրոդյուսեր ասում ես, ես սերունդ հավաքեմ, հետո նախագծեր անեմ, կամ երրորդը, որ դու պրոստը պարապես կամ ինտուզիազմով երիտասարդ ես։ Մեր դեպքում պարապ, մյուս դեպքում երիտասարդ, որտեղ մենք 18 թվականին ճիշտ է կարող է տարիքով երիտասարդ չէինք, արդեն հասուն տղամարդիկ էինք բոլորս ընտանիքով եւ այլն, բայց մեր գործունեության տեսանկյունից մենք երիտասարդ էինք, նոր էինք ավենա վերջացրել եւ այլն եւ այլն։ Հիմա մեզ տեղից գումար երբևիցե մենք չենք աշխատել, դա տենց նախագիծ չի որ գումար դու աշխատես։ Հա, ինքը իր ծախսն է փակում, բայց մենք գումար չենք ծախսում ընդհանրապես, էլի մենք վայելում ենք այդ process-ը, ովքեր որ աշխատում են նույն սցենարական թիմը կամ գեղարվեստական որպես ղեկավար, որպես պրոդյուսեր դու չես աշխատում։ Որպես գեղարվեստական ղեկավար որ նստած սցենար ա գրում թիմի հետ աշխատում, ես գումար չէի աշխատում կարճ ասած։ Մասնավորապես վերջինը որ 4-ն եղել է, ես աբսոլյուտ գումար չեմ աշխատել։ Ես չեմ մտածել որ պետք է աշխատեմ, շատ հավես է այդ պրոյեկտը։ Լավ, գումար չեմ աշխատում, այդքան չեմ մտածում տելեպրոյեկտների մասին, էլ պարապ չեմ ու տենց էնտուզիազմ չունեմ, բայց ինչի համար պետք է անեմ։ Որտեղ նայեք, ես հիմա լրիվ ուղղվածությունը փոխել եմ դեպի YouTube, դեպի այդ կողմով եմ գնում, այդ դեպքում եթե ես ուզենամ անեմ նմանատիպ նախագծեր, այլ չեմ անի Հումորի լիգա, ես կստեղծեմ լրիվ նոր ձևաչափ, որը համապատասխանում է YouTube-ի եւ Instagram-ին, որն էլ իմիջիայլոց հիմա անում եմ։ Դրա համար էլ Հումորի լիգան կոնկրետ ես, եթե տղաներն ուզեն անեն, խնդրեմ։ Կապ չունի, որ ես եմ եղել հեղինակը, դա մեր ընդհանուր նախագիծն է, ով ուզում է մեր թիմից կարող է հիմա վերցնի անի, ես սիրով կգնամ հյուր։ Ոնց որ Արմենը գալիս է 4-ի ժամանակ հյուր։ Իսկ YouTube-ը քեզ այդ նույն բավարարվածության զգացումը, էներգիան տալիս է, ինչ հեռուստաընկերություն, հեռուստատեսությունը։ YouTube-ը իմն է։ Տարբերությունը դա է։ Իսկ հեռուստատեսությունը ինչ որ մեկինն է, որտեղ ես ստանում եմ իմ նախագիծը, որ ինքը ոնց ուզի կարա վարվի։ YouTube-ում, որը իմ YouTube-ն է, ոչ մեկ չի կարա տեղ վարվի ինձ ոնց որ ուզում է, բացի ինձնից։ Հասկանում եք տարբերությունը որն է։ Ես ստեղծում եմ մնայուն արժեք, իմ YouTube-ը։ Իմ համար դա մնայուն է։ Որպես նախագիծ, հա, օքեյ, Հումորի լիգան դա մնայուն էր, որը կոնը մի 10 տարի էլ խոսեն դրա մասին, բայց դա իմը չի էլ Շո պատմական բան է։ Բայց եթե իմ YouTube-ում ես սկսում եմ նախագիծ, դա դառնում է իմը։ Իմ production-ին։ Այդ սերը, որ շատ-շատերը հեռուստատեսության մարդիկ ունեն հեռուստատեսության հանդեպ, տենց հիվանդագին մի բան կա, չէ՞ որ ասում են, եթե մարդ աշխատում է հեռուստատեսությունում, հետո դժվար է փոխվում գալիս։ Ես այդ մարդկանցից չեմ։ Այդ մարդկանցից չես։
Ես տենց շատ երկար չեմ եղել հեռուստատեսության մեջ։ Հիմա մի հատ նախագիծ կա, որը հեռուստատեսությամբ հեռարձակելու են, աշխատում ենք դրա վրա։ Չեմ կարող հիմա խոսալ, որտեղ դեռ չի հաստատված, բայց ես չի դեմ եմ հեռուստատեսությանը, չէ, բայց ես հիմա ավելի կենտրոնացած եմ իմ YouTube-ի վրա։ Ավելի շատ, քան Instagram-ի իրականում։ Հումորի լիգան, այսպես կարող ենք ասել, 4 անձի շուրջ էր կառուցվում։ Քո, Արսենի, Արմենի ու Վահեի։ Իրականում 3 եթերաշրջանի մեջ մի քանի հոգի տղեկ են եղել, որոնք շատ մեծ դեր են ունեցել։ Խոսքը առաջերտին դնում Ազատի մասին, որը ունեցել է, սաղ ինչ տեսնենք էկրանային վիճակով վրա ինքն է ստեղծել։ Ոնց մի քանի հոգի ունեցնենք բեքգրաունդային տղեկ էլի, մյուսը Գուգոն ու Ջեյմսը։ Տղեկը, որը լիքը բան են արել պրոյեկտի համար։ Ինչ վերաբերվում է 3-րդ, ներողություն 4-րդ եթերաշրջանին 3 հոգով են կարել դա։ Ես Վահեն Արսենը։ Դա հաստատ։ Էլ մարդ չեղեմ ես գծված, բայց առաջին 3 եթերաշրջանները, որը շատ ավելի մեծ աշխատանք է իրականում տարվել, տղեկը կապած են եղել։ Որտեվ ամեն դեպքում ես ոչ մեկ թող չնեղանալու ինձ, եթե հանկարծ էլի լավ բան չլիներ 4-րդում, ես վստահ չեմ, որ տենց լավ կխոսային հումորի լիգայի մասին։ Ինչ ես տենց ասում։ Որտեվ քիչ էին դերասանները, քիչ էին կերպարները, որտեվ կավեն էլ չկա։ Որտեվ շատ դժվար է, երբ որ մարդը բլոգով է հումոր անում, շատ դժվար է այդ մարդուն բերել բեմ ու իրանից ստանալ խնդալ։ Լրիվ տարբեր է բեմը եւ 25 սանտիմետր հեռավորությունը հեռախոսից։ Բայց ինքը ավելի շատ տպավորվել է հանրության մեջ որպես ամենաճոխ եթերաշրջան, ամենաշքեղ, Չորրորդը։ Հա, 4-րդը։ Իրականում ամենաճոխ եթերաշրջան, ամենածիծաղելի եթերաշրջանն եղել է մեկը, իրոք անկեղծ ասեմ։ Ամենաճոխ եթերաշրջանն եղել է 2-ը, ամենաստվերային եթերաշրջանը, որ եղել են ամենաուժեղ դերասանները բեմի վրա 3-ը, դա Շանթի խնդիրն է, որտեղ հեռարձակումը լավ չէր արվում, ամենաուժեղ ժամանակաշրջանը եղել է 3-րդը, ոչ թե ամենածիծաղելուն։ Բայց պատկերացնում ես, առաջի 2 եթերաշրջանի բոլոր կայացած տղաներ աղջիկները 3-րդում իրար դեմ մրցում են, գժական էր ուղղակի։ Պատրաստի վիտամին ակումբ էր կարճ ասած, էլի, այդ ժամանակամ, չգիտեմ, ժամանակ օվերարդի 4-րդը եղել է ամենահատուկը։ Ինչո՞վ։ Դեռ պատմություն է կերտվել։ Հայկական իրականության մեջ հաշմանդամներ են բեմ արտակում եղել ու այն ճղել են զալը։ Դա ոչ թե ինքը շքեղ է եղել, այլ ինքը հատուկ է եղել։ Դա համար են բոլորը հիշում։ Դա այստեղ հիշելու բան կա։ Պատմական բան կա։ Պատմականն եղել առաջինը, որը բացումն էր, չէ, երկրորդն ամենաշքեղն եղել։ Ինքը ամեն ինչով։ Չեմ վիճում։ Հա, չէ։ Շատ շքեղ էր։ 4-ով սկսեցիք նախագիծը, 3-ով ավարտեցիք, բայց այդ ընթացքում հանրությունը ամեն դեպքում տեսնում էր, որ ձևավորվել է ընկերություն 4-ից միջև։ Այսօր այդ ընկերությունը կա։ Չէ։ Անհատական կա, բայց ընդհանուր չկա։ Կան մարդիկ, որ այդ ընկերություն չեն անում։ Այսինքն այդ նույնը, այլ ամեն ինչ նույնը չի։ Ասում եմ, как красиво всё начиналось։ Իհարկե չեն խոսելու ոչինչի մասին, պատճառների եւ Դու հարցը տակ նկա ես չեմ խոսելու։ Չէ, ես հարցեր չեմ էլ տա, բայց այսպեսի մի հարց ունեմ։ Ինչ որ մի օր պատրաստ կլինեք 4-ով գոնե վերականգնել մարդկային շփումը, եթե ոչ ընկերությունը, որտեղ երկար շփվելուց հետո գուցե այդ դժվար է լինի։ Գուցե։ Ես միշտ պատրաստ եմ։ Եթե հարցը ինձ աղոված, ես հիմա էլ եմ պատրաստ։ Այսինքն այդ խնդիրը առաջին քայլը անելու ընդառաջ գնալու չունես։ Չէ, ընդհանրապես այստեղ հարցը դա չի։ Տենց հարց չի, որ առաջի քայլ կամ երկրորդ քայլ։ Կամ պետք է ընկերություն անեն, կամ չէ։ Հիմա ոչ բոլորի հետ է ստացվում ընկերությունը։ Ոչ բոլորն իր հետ ունեն ընկերություն։ Լավ։ Բայց յուրաքանչյուր այդ 3-ի համար, յուրաքանչյուր 3-ի խնդրանքը իմ համար հաստատ շատ կարևոր է, երբևիցե չեմ մերժի, էլի։ Հուսով եմ դա մնացած 3-ն էլ այդ նույնը կասեն։ Եզրափակենք այս թեման, եթե չես ուզում ավել ծավալվենք։ Չէ, շատ ծավալվելու իրական թեմա չկա։ Իրականում շատ խոսելու բանը չկա այդ թեմայով, էլի։ Lumo Studio-ն առաջարկում է բոլոր նախապայմանները լավ կոնտենտ ստեղծելու համար։ Եթե ցանկանում եք ստեղծել food content, Lumos-ում կգտնեք նորաոճ խոհանոց կահավորված իրական գազօջախով, սառնարանով, ջեռոցով եւ սպասքով։ Իսկ մյուս գերհագեցած տեխնիկայով եւ ռեկվիզիտներով զոնաներում կարող եք կազմակերպել ձեր ֆոտո եւ վիդեո նկարահանումները։ Կոնտակտները տեսնում եք էկրանին, ամրագրումները կատարեք նախապես։ Վերադառնանք
հեռուստատեսություն։ Հումոր լիգայից հետո ունեցար եւս մեկ պրոյեկտ, որը կարելի ասել դու անձամբ կայացրիր, արդեն ներգրավելով նոր մարդկանց, նոր դեմքերի, reality comedy մասին է խոսքը։ Հիմա հետայացք տալով ո՞նց ես գնահատում նախագիծը։ Նախագիծը, եթե նայեմ իմ գործունեության մեջ, երկու ձևով կասեմ, առաջինը ոնց որ առաջինը մտածում ես դա safe get, որ ինքը ամեն դեպքում իմ համար չասեմ ընդհանրապես կայացած չի, բայց ինքը այնքան բարդություններ է իր մեջ ունեցել, որ եթե երկրորդ անգամ դու ինձ հարցներ կանեիր 100% չէ, ինչքան էլ որ խայտարակ շատ բան սովորեցի այդ ընթացքում, որովհետև երբևիցե մենակով նախագիծ չէի արել։ Այստեղ խնդիրը մենակով անելու մեջ չէր։ Այստեղ խնդիրը ավելի ճիշտ հաշվելն էր։ Ոչ թե այդտեղ շատ էմոցիա կար սկսելուց առաջ։ Նույն հումոր լիգայից հետո, հա, ոգևորվածություն կար ու բոլոր շրջանակի երիտասարդությունը ինձ ոգևորում էր։ Ասում էր, որ եկել է մեր ժամանակը, եկել է քո ժամանակը, բայց ես միշտ այդ ժամանակներում ունենում եմ մի հատ առանձին անկյուն, որտեղ գնում եմ լավ հաշվում եմ, նոր մտնում դրա տակ։ Ես պրոստը գնացի, ասի լավ, դու բան չունեմ կորցնելու, բայց ես լիքը բան կորցրեցի։ Ամենակարևորը ժամանակը։ Ու նաև մի քանի հոգի մարդ կոնե իմ կյանքում։ Ու նաև լիքը տենց բաներ, որ էլի սենց ողբորպես։ Այդ տենց բան կա, զգացողություն կա էլի։ Այսինքն այդ ռիսկը արդարացված չես համարում։ Ինքը դες ռիսկ չէր իր մեջ պարունակում։ Հարցը հենց այդ ընդհանրապես ռիսկեր չկար։ Հենց խնդիրը տեղը։ Որտեվ ես ռիսկերը տեսնում եմ, որ կա ռիսկեր, ասենք ընդհանրապես ռիսկեր չկար։ Կարա չստացվեր նախագիծ, օքեյ, it's okay։ Հիմա արեցի չստացվեց, բայց ինքը դու որ մի բան անում ես, գոնե մի քիչ հաճույք ստանաս դրանից։ Այդ մի քիչ հաճույքն նույնիսկ չի եղել։ Այդ է խնդիրը ավելի շատ, քան այդ ծախսած ժամանակը։ Իսկ պատճառը տեսնում ես, թե ինչու չստացվեց։ Առաջի երկու պատճառները սրանք են։ Մենք դեռ պատրաստ չենք նմանատիպ նախագծի, ասենք ուրիշ կարող անեինք, հենց այդ նմանատիպ նախագիծ, ինչի, որովհետև նմանատիպ նախագիծի օրինակ կա, քեզ համեմատելու են իրանց հետ։ Եվ երկրորդ պատճառը մեր հանրությունը հիմա սովորել է Instagram-յան, TikTok-յան հումորին։ Այսինքն, եթե դու նույնիսկ այս նախագիծ ես անում, քո նախագիծը դառնալու է այն դեպքում լավ նախագիծ, երբ որ դու քո նախագծի մեջ կարողանալու ես ամեն հաղորդումից անես 5 հատ շատ ծիծաղելի ռիլ։ Այսինքն սցենարը նենց պետք է գրվի, որ 5 հատ գոնե ունենաս տենց 30 վայրկյանոց ռիլեր, որոնք իրանք տարածվեն, մեխանիկորեն մարդիկ գան սկսեն նայել, բայց դա համար գոնե մի տարի պետք է։ Իսկ դրա շանթը պատրաստ չէր։ Շանթը մի ամիս հետո ինձ արդյունք էր ուզում։ Թամենը նոր սկսած նախագծից։ Չեմ մեղադրում շանթին։ Իր տեստ ինքը գիտի, իր մոտեցումն է։ Նույն ժամանակաշրջանում շանթում կար եւս մեկ նույն ֆորմատի նախագիծ, խոսքը Women's Club-ի մասին է։ Փորձառու նախագիծ։ Փորձառու, սիրված, արդեն մեծ լսարան ունեցող։ Արդյոք reality-ն չդիմացավ մրցակցությանը, թե այլ խնդիր կար։ Նայեք, խնդիր եղավ, երբ որ մենք այսօր սկսեցինք այդ ոլորտով գործունեությունը շանթում, տեղ եղավ որոշակյորեն չէ, բավականին լուրջ կոնֆլիկտային վիճակ եղավ Women's-ի հետ, դա ասենց ասեմ, իմ կողմից, եթե ես ղեկավարը, իմ բաժնով ասեմ, եղել է բաստողներ, բայց չի եղել միտումնավոր նենց բան, որ Women's-ը գնան ընդհակառակը։ Մեզ եռ է տալիս, որ Women's-ը մնար։ Որտեղ երբ որ Women's-ը գնում է, մենք դառնում ենք մրցակիցներ։ Բայց երբ որ Women's-ը մնում է, մենք փորձում ենք լինել իրանցից լավը, շուկային դա հետաքրքիր է կարանք, թե չէ։ Բայց որ Women's-ը դուրս է գալիս, դու դառնում ես այդտեղ միակը ու թիրախավորվում ես դու։ Դա այն շրջաններ, երբ Women's Club-ը եթերից դուրս եկավ, չէ՞ շանթի։ Ինքը չասեմ մեր պատճառով է դուրս եկել, բայց տենց է բարձրաձայնվել, որ մեր պատճառով է դուրս գալիս։ Մեզ անձամբ մեր հետ չի եղել կոնֆլիկտ եղել է շանթի հետ, բայց տենց է բարձրաձայնվել, որ սխալ է, որտեղ նույն ֆորմատի նախագիծ իրավունք չունի լինի, ու այդ պատճառով իրան գնացին YouTube։ Բայց համարում ես, որ նույն ֆորմատի էր ինքը։ Ես համարում եմ, որ նույն ֆորմատի չի։ Եթե ես համարեի, որ նույն ֆորմատի է, այդ դեպքում շանթով ես այդ նախագիծը չէի թողարկի։ Իմաստ չունի, հայկական շուկան փոքր է։ Նույն ֆորմատը նույնն է, նույն ժանրն է, բայց բանը կոնտենտը լրիվ տարբեր է։ Ամենակարևորը գլխավոր կոնտենտն է։ Նման բաներ կունենային, կարայինք դա արդեն բերենք, օրինակ, որ մենք սա չանենք, դուք սա մի արեք։ Կամ իրանք թելադրեն, որտեղ իրանք ավելի հին էին։ Բայց չկարողացան կլոր սեղան գալ, որից հավատացեք, չգիտեմ իրանք ինչքան տուժվեցին, մենք 100% 10-ից 10 տուժվեցինք։ Որտեղ թիրախավորվեցինք պրիցելի տակ ընկանք։ Ես ամենաշատը դրանից էի վախենում։ Երբ որ մեր թիմի տղեկ հասցին, էդի լավա թե վատ է, էդի շատ վատ է։ Անիմաստ, նոր սկսող պրոյեկտ,
որը մեզ պետք է աջակցել, ոչ թե ընկնել պրիցելի տակ, մենք կարող ենք դիմանանք այդ կատեգորիկ քննադատությունը։ Ես մտածում եմ, որ չեն կարող ճիշտ էի։ Այդտեղ հաշվարկս կար։ Բայց դա տևել է մի ամիս այդ անհամ վիճակը էլի, ումս այդ անհամ էր sense։ Այնտեղ ընկերներ ունեն, ոնց է լարված զրույցներ եւ այլն։ Շանթից անընդհատ ճնշում, որ ինչ անում էինք, որ մի արեք սա, որտեվ ումսը նորից հետ գա, այդ միշտ այդ վիճակը կար, էս մի արեք, այն մի արեք, այն մի արեք, էս մի արեք, դավադիտ աղբորպես փակին գնա այս հաղորդումը էլի։ Որտեվ ես որպես թիմ ղեկավար պիտի որ հաճելի դինի ինձ այդ վիճակը։ Ինձ ոչ հաճելի էր Շանթի հետ, այդ դեպքում տենց է ստացվում, ոչ հաճելի էր, որ իմ ընկերներն են ումսում, իրանց հետ ունենում լարվածություն, ոչ էլ հաճելի էր թիմի ստեղծագործական մարդիկ անընդհատ բաներ պիտի փոխեն։ Ուշտից ինչ որ անհամ վիճակ։ Որ ադամասը ճիշտ է փակել է։ Իսկ այդ փորձը արել է։ Ամեն ու պլյուս դան է, որ ինքը նենց չի տենց սիրվել էր, էլի բոլորի կողմից, զուտ տենց որ մեզ դուր չէր գալիս, ասենք փակինք, նաև չսիրվեց ինքը, չընկավ այդ գծի մեջ։ Ժամանակը ոնց որ չհասանք այն этаպին, որ ինքը սիրվեր։ Հասկացա։ Դու այդ փորձը արեցիր կլոր սեղանի շուրջ նստելու մյուս կողմի հետ։ Իհարկե, որտոդիր։ Չէ, ես կոմունիկացիայի առումով երբևիցե ոչ մեկ չի կարա ինձ գա, ասես կարան ասում ես ինչ հարցում սխալվել եմ, իհարկե մարդ եմ, բայց երբևիցե ոչ մի մարդ աշխարհի երեսին ստեղծված չի կարա գասի, որ մինչև այս 39 տարիների ընթացքում հետո չգիտեմ կարող անեմ, որ եղել է դեպք, որ առաջարկ արվել կամ իմ կողմից առաջարկ չի արվել կլոր սեղանի որևէ հարցի շուրջ։ Որտեղ ես միշտ կողմնակից եմ կոնսենսուսի, միշտ կողմնակից եմ կոմունիկացիայով հարցը լուծելու։ Կոնֆլիկտը լավ բան է, եթե մենք գնում ենք դեպի լուծման։ Նիլ հայկական բրենդն առաջարկում է ոճային ու յուրահատուկ հագուստի տեսականի ձեր առօրյա կամ երեկոյան կերպարն ընդգծելու համար։ Կրիր հայկականը, կրիր Նիլ։ Կանք YouTube-յան գործունեությանը քո։ Եկանք։ Մի քիչ դու մանրամասնի, ինչ նախագծեր ունես, ինչ նախագծեր ես պլանավորում, ոնց է այդ ընթացքը ընդհանրապես կարգավորվում։ Ես ուզում եմ շատ մեծամիտ ոնց որ տեքստով սկսեմ, որը կարող ընդհանրապես իմ մոտ չստացվի։ Բայց ես ուզում եմ դառնալ հայկական իրականության մեջ, որ հայկական Mr. Beast-ը։ Այսինքն ոնց որ կա Mr. Beast-ը, ոչ թե երեխաների համար, ոչ թե չէ, այլ Mr. Beast, որը տատիների համար, պապիների համար, ծոցյաների, ձյաձաների, ընտանիքների։ Ես դա համար ուզում եմ դնեմ թե փող, թե էներգիա, ես գիտեմ, որ դա բերելով շատ մեծ արդյունքներ։ Ես տենց եմ հավատում։ Ահա։ Դնում ես հիմա։ Սկսել ենք։ Արդեն մի հատ նախագիծ արեցինք, որը ասենց փորձնական էր մեր համար, մի հատ զույգ շատ ուրախ ենք իրանց համար կրեց հաղթեց 2 միլիոն, որը իրանց կօգտագործի իրանց ապագա հարսանիքի կազմակերպման համար, առաջին փորձառությունն էր, հիմա երեխաների համար, չգիտեմ, նկատել ես թե չէ, իմ էջում արդեն 400 հոգի երեխաներով մի հատ խաղա լինելու, տենց որ սկսել ենք, այո։ Առաջին քայլերը արդարացրին քո սպասելիքները YouTube-ում։ Արդարացնելու հարց չկար ինքը։ Դե առաջին քայլերը ինչ որ կոնկրետ տեսլական, որ մտածում էր սենց լինի, ուրեմն համարում եմ հաջողած։ Նայեք, մեր մոտ 3 ուղղություն կա YouTube-ում։ Մեկը վլոգն է, որը սպասվածից ավելի արդյունք է տալիս, ասենց ասեմ, որովհետև այդտեղ հաշվարկ չկա, պետքա փորձել հասկանալ։ Սենց մենք հասկանանք ինչ է ուզում աուդիտորիան, վլոգների հետ կապված։ Հիմա վլոգները մի քիչ քչացրել ենք, որովհետև Melikans Family YouTube-յան edge հասկացողություն էլ չկա, սկզբում Melikans Family-ը, հիմա Melikans Production-ը, որպեսզի հանրությունը մեզ ընկալի որպես production, ոչ թե որ մենք մենակ ընտանեկան կոնտենտ ենք անելու, ժամանակ ադապտացման անցումային փուլ է գնում։ Երկրորդը դա հենց Beast-ի ֆորմատով մեծ խաղեր ենք, հենց անունը լինելու է մեծ խաղեր, ոնց ինքը բրենդ է դառնում։ Առաջինը, որ մենք այցենք, դա փորձնականն է, այսինքն տեսլականը հետոն է գալու։ Այսինքն հետո, եթե մենք այս տարի չունեցանք արդյունք, այդ քո հարցին կարող են պատասխանել։ Ըստ բան դեռ դա փորձվեց, որ մենք կարող ենք անել, թե ոչ կարող ենք անել։ Ինչքանով դա հանրային հետաքրքրություն ունենա, պետք է բաներ փոխենք, որ ավելի հետաքրքիր լինի։ Եվ երրորդ ֆորմատը մենք ընտանեկան հարցազրույցային կամ ոդքասթային բան ենք սկսում, թեման ընտանիքն է։ Այսինքն օգնել ընտանիքներին։ Հենց այդ կոնտեքստում, ոչ թե ինքս լուրջ զրուցալն մեր տանն լինելու։ Ձեր ընտանիքի ներսում թե հյուրեր։ Չէ, հյուր ունենալու, բայց ոնց որ ներգրավությամբ իմ կնոջ։ Մեկ կամ երկու հյուր, նայած կարող գա ընտանիք, բայց մաքսիմում 2 հյուր, հիմնականում 1 հյուր, որոնք կամ կլինեն ոնց որ նախատեսվում է սենց, մի հատ մասնագետի հետ հանդիպում, մի հատ ընտանիքի հետ հանդիպում, մի հատ մի շաբաթ մասնագետ, մի շաբաթ ընտանիք, մի շաբաթ մասնագետ, մի շաբաթ ընտանիք։ Դեռ այս 3 ուղղությունն են, ապագայում սպասվում է եւս 2 ուղղություն, որից մեկը սերիալն է, սերիալ կամ սիթքոմ, ու ավելի շատ սերիալ, ոչ շատ երկար, այտենց երկրորդ
երկու սերիալ չէ, այդպես մի 16 սերիալնոց սերիալներ կամ 32 սերիալնոց սերիալներ եւ մրցույթային ֆորմատ, այսինքն երկի մրցույթներ, որտեղ կալնեն նաեւ, չգիտեմ, հումորային մրցույթ, հիմնական ասպայն երկի բաժակ կենտրոնանանք։ Այս ամենը YouTube-ում։ Այո։ Աճելու դեպքում կանենք այն վերջի նշված վերջի ուղղությունները սերիալն ու մրցույթը։ Եթե օրինակ առաջարկ ունենաս մեծ խաղերը տանելու TV կանես, կա այդ առաջարկը։ Մեծ խաղերը չենք տանում, ուրիշ ենք տանում։ Այսինքն ամեն դեպքում TV վերադարձը սպասվում է։ Դե նշեցի քիչ առաջ, որ մի նախագիծ կա, որը քննարկման փուլում է։ Ամփոփելով զրույցը, քո մասնագիտական ապագան ոնց ես տեսնում։ Ինչ ես նախատեսում։ Դե նայեք, ես այս պահին արդեն կայացել եմ որպես հաղորդավար շոումեն կոնտեքստում, ոչ թե հեռուստահաղորդավար, այլ հարսանեկան, կորպորատիվ միջոցառումների առումով, ուրույն տեղն ունեմ այսպես ասած շուկայում եւ չեմ դժգոհում։ Շատ շնորհակալ եմ երկնքից այս նվերի համար իմ կյանքում, որ մի օր ես մտա այդ աշխատանքի մեջ, բայց կա մի բան, որը այս տարի կլինի շատ հստակ ձևավորված, ձևակերպված նորություն, որ ես կներկայանամ ոչ միայն որպես վարող, այլ նաև որպես երգող, որպես երգիչ։ Եվ մի երգն էլ թողարկվելու է մոտ օրերին, ասենց շատ մոտ օրերին։ Ու վերջին հարցս տամ։ Դավայցի։ Որը կլինի քո խորհուրդը երազողին, մարդու, ով ցանկանում է գործունեություն ծավալել այս ոլորտում։ Արի այս ոլորտը մի հատ բացի ես այդ խորհուրդը ստամ։ Կոնկրետ որ։ Մեդիա ոլորտում։ Մեդիա ոլորտում, օքեյ։ Ամենակարևոր խորհուրդը, որ ես եկեք երիտասարդին էլի խորհուրդ տամ, որտեղ հասուն մարդն էլ կարող ուզենա մտնի մեդիա, մի քիչ իրան բարդ է խորհուրդ տալը։ Սիրելի երիտասարդ, երբ որ դու որոշում ես լինել մեդիան որպես դեմք կամ նախագծի ղեկավար կամ չգիտեմ որտեղից ես ուզում սկսես, մի բան հստակ է, քեզ թվում է թե ամեն ինչ եղել է շատ արագ մարդկանց մոտ, որտեղ Instagram-ը տենց է ցույց տալիս։ Ուզում եմ որ դու իմանաս, որ համբերես ու չհանձնվես, եթե դու ունես պոտենցիալ, այդ պոտենցիալի ժամանակը կգա։ Չվախենաս անել մրցակցությունից, մրցակցությունը լավ բան է։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։